Շունն ու կատուն, հեղինակ Հովհաննես Թումանյան։ Ժամանակով կատուն ճոն էր, շունն էլ գլխին գդակ չուներ, միայն գիտեմ ոչ որդյանց որդի ճանկել էր մի գարան մորթի, եկավ մի օր ձմեռվան մտին, կատվի կուշտը տարավ մորթին, բարաջողում ուստափիսո, գլուխս մրսեց, ի սեր Աստծո, ար, էս մորթին ու ինձ համար, մի գդակ կարի գլխիս հարմար, վարձիդ համար միամիտ մնա, համա շատ չուշանա, աչքիս վրա քեռի քուչի, մի գդակ ահոմի քուրքչի, քու թանկագին խաթեր համար, ուրբաթ օրը համեցեք տար, փողի մասին ավելորդա, մեր մեջ խոսելն էլ ամոթա, ինչ մեծ բանա տոհեր օրնած, միայն մի գդակի վարձ, ուրբաթ օրը քեռի քուչին, ուստից առաջ բաց կուճին, թափ տալով ծանդր ու մեծ, ուստա կատվի շեմքում կանգնեց, ուստեն ուրա, փափախսուրա, մի քիչ կացի, հրեսկերևա, ուստեն եկավ քուրքը հագին, շանը տեսավ բեղի տակին, իրեն քիչ փնթփնթաց ու մուշտարու վրա թնդաց, ցուրտը տարավ, վահ տնաշեն, չես թողանում մի շունչ քաշեն, հեշտ բան հո չի, հլա նոր եմ ցրցամ տվել թե որ կարեմ, դե հեր օրնած է տենց ասա, էդ բարկանալդ էլ ինչի՞սա, փող եմ տվել, վախտին կարի, թե չէ ասա էգուց արի, համ ասում ես, համ չես կարում, համ խոսում ես վրես գոռում, համ, քանի ախպեր գնամ ու գամ, ասավ քուչին ու նեղացած վերադարձավ գլուխը բաց, մին էլ եկավ, դարձյալ չկար, էս անգամը դիպան իրար, էլ անպատիվ անկարգ խոսքեր, էլ հին ու նոր, էլ հերն ու մեր, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ դիվան բաշուն, շունը մինչև գնաց եկավ, ուստա կատուն կոտրն ընկավ, գլուխն առավ ու մի գիշեր հայդե կորավ, էն կորչիլն էր, էն օրվանից մինչև օրս էլ շունն էս բանը չի մոռացել, մտքում հլա դեռ պահումա, որտեղ կատվին պատահումա, վեր ա թռչում, վրա վազում, իրեն մորթին ետ ա ուզում, իսկ սևերես կատուն հանկարծ ետ ա դառնում ու բարկացած փշտացնում ա, մթամ նոր եմ ցրցամ տվել, թե որ կարեմ։ Ահա և այս գեղեցիկ ստեղծագործությունն ավարտվեց, ի դեպ նրա ակունքը ժողովրդական է, Թումանյանը այն լսել է Լոռիում, իր քեռի Իսայուց։ Այս բալլադը Թումանյանը գրել է Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո 1886 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Առհասարակ շուրջ 30 տարի, ժամանակ առ ժամանակ Թումանյանն անդրադարձել է այս երգին, կատարել փոփոխություններ և շտկումներ։ 1889 թվականին Արասխանյանը հրաժարվել է «Շունն ու կատուն» տպագրել մուրճում։ Այդ մասին Թումանյանը 1916 թվականին Խանզադյանին հղած նամակում գրում է. «Շունն ու կատուն եթե իմ առաջին գրքում չկա, պատճառը հանգուցյալ Արասխանյանի զարմանքն է, որ նա հայտնեց ինձ 1889 թվականին, երբ տարա նոր մուրճում տպագրելու, կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե ասացեք խնդրեմ շունն ու կատու բանաստեղծություն, սրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ, էն էլ էս տեսակ վայրենի լեզվով»։ Բայց արի ու տես, որ այս ստեղծագործությունը ընթերցողին հասնելուց հետո շատ սիրվեց և սիրված է մինչև այսօր մեծերի և փոքրերի կողմից։ Իսկ եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին նոր ու հետաքրքիր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենալու համար։